Իրան-ամերիկյան հարաբերությունների լարվածության պահին Թեհրան է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարը։ Արդյոք որպես աջակցության նշան բարեկամ երկրին, թե պարզապես նախապես պլանավորված այցով։ Այս այցը նախապես պլանավորված էր, եւ սա եւս խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության մասին։ Հայաստանում Իրանի դեսպանը, որ այսօր ԵՊՀ-ում մասնակցել է հայ-իրանագետ Վարդան Ոսկանյանին Իրանի պարսից լեզվի եւ գրականության ակադեմիայի պատվավոր անդամի կոչում շնորհելու արարողությանը, վստահեցրել է, որ զարգանում են հայ-իրանական հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում պաշտպանական։ Այս պահին, երբ որ մենք այստեղ խոսում ենք, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում է, եւ սա եւս խոսում է մեր հարաբերությունների վերելքի մասին։ Իրանի դեսպանի խոսքով հայ-իրանական համատեղ զորավարժություններ պլանավորված չեն, բայց չի բացառվում, որ շատ ավելի լայնամասշտաբ զորավարժություններ լինեն։ Հայ-իրանական սահմանը միշտ եղել է խաղաղության սահման։ Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմի պայթելու մասին խոսակցությունների ֆոնին Սուրեն Պապիկյանն ու պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Թե կոնկրետ ինչ օրակարգով է Թեհրան մեկնել Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, չի հայտնել հայկական կողմը։ Նրան այնտեղ դիմավորել են հանդիսավոր արարողությամբ, զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը։ Ավելի ուշ նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ է հանդիպել Պապիկյանը, քննարկել Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Արդյոք Պապիկյանը Իրանում վստահեցրել է, որ Հայաստանը չի դառնում հակաիրանական ուժերի կենտրոն։ Իրանի դեսպանն էր այս տարեսկզբին այդպիսի մտահոգություն հայտնել, նկատի ունենալով հակաիրանական ցույցերը Երևանում Իրանի դեսպանատան մոտ։ Արտասահմանից Իրան ներմուծված որոշ ուժեր փորձեցին այդ շարժումը տանել այլ հունով եւ երկիրը ներքաշել ներքաղաքական պատերազմի մեջ։ Ես կարծում եմ, սա 12-օրյա պատերազմի հաջորդ փուլն էր։ Նրանք սկսեցին իշխանափոխության արշավ, որում հաջողության չհասան։ Այն, ինչի մասին մենք խոսեցինք, այն էր, որ սա քաղաքացիական ակցիա չէ, այլ իշխանափոխության լոզունգներով հավաքված մարդիկ են, եւ այդպիսի կարգախոսով ցանկացած ցույց դատապարտելի։ Թեև Շիրղոլամին նկատում է, որ Հայաստանում գտնվող 3000 իրանցիների հազիվ 1%-ն է մասնակցել այդ ակցիաներին։ Անցած ամիս կոշտ հայտարարություններ արած Իրանի դեսպանը հիմա շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանություններին, անգամ ժպտում, երբ հիշեցնում են այդ հայտարարությունները։ Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի համապատասխան մարմիններին, քանի որ իրավիճակի կառավարման հարցում համապատասխան ջանքեր գործադրեցին։ Լիլիթ Սարգսյան, Հայլուր։